Ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք Վրաստանի կրոնական քարտեզը եւ հատկապես խոսելու ենք իսլամի մասին։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր եւ հետաքրքիր է, նրանից հետո, որ մենք քննարկեցինք ձեր հետ միասին Վրաստանի էթնիկ քարտեզը եւ այդ վերլուծությունը դուք կարող եք մեր էջի վրա նայել, այնտեղ լավ երևում է էթնիկ առումով Վրաստանի բնակչությունը եւ ով որտեղ է գտնվում, ինչ ճանապարհներ կան եւ այլն։ Հիմա մենք կքննարկենք հենց կրոնական առումով իսլամի ներկայությունը Վրաստանում։ Միջև առաջ անցնելը, սիրելի հայրենակիցներ, առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք լայք այս վերլուծությանը, գրեք ձեր մեկնաբանությունները, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դուք տեղյակ եք նաև ես դրա մասին կիսվում էի ձեր հետ, որ Վրաստանում Եվրոպամետ եւ ցույցերի, որոնց նպատակն է վերականգնել Վրաստանի Եվրոպական միության ուղին եւ ինտեգրացումը դեպի Եվրոպական միություն, դրա ուրեմն այդ ցույցերի մասնակցության համար հիմա շատ ակտիվորեն տուգանում են ցույցերի ակտիվ մասնակիցներին, կիրառում են լայնածավալ տուգանքներ եւ ցավոք նաև ինձ էլ են տուգանել մի տուգանքը մեկ օրվա համար, այս պայն ես մեկ տուգանք ունեմ, կազմում է $1800 մոտավորապես վրացական էկվիվալենտով, այս վերջերս են ավելացրել $180-ից դարձրել են $1800 եւ դրա նպատակն է ճնշել իհարկե մասնակիցներին։ Ուստի սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կարևորությունը այդ ցույցերում իմ մասնակցության եւ այն, որ այս տուգանքների մեկ դատական գործ էլ առջևում է ինձ սպասում, հաշվի առնելով դա, շատ կարևոր է, որ կարողանամ շարունակեմ մասնակցեմ այդ ցույցերի եւ այդ տուգանքը վճարել է, ուստի կոչ եմ անում ձեզ, ով ունի ցանկություն եւ հնարավորություն էջի վրա, ինչպես նաեւ այս վերլուծության նկարագրության մեջ եւ էջի նկարագրության մեջ դուք կարող եք տեսնել PayPal-ի եւ կրիպտոարժույթների հասցեներ, որի միջոցով կարող եք ձեր ներդրումը անել նրա մեջ, որ նաեւ վճարեմ այդ տուգանքը եւ շարունակեմ ակտիվ մասնակցությունը ցույցերի մեջ։ Անցնենք առաջ, սիրելի հայրենակիցներ, մենք խոսում ենք ուրեմն վրացական կրոնական քարտեզի մասին եւ առաջի հերթին ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տամ, եթե որևէ մեկը չի տեսնում այստեղից ավելի մոտիկից, որ Հայաստանը գտնվում է այստեղ, հիմա սա ուղղենք, Հայաստանը գտնվում է այստեղ, այս ամբողջ գիծը Հայաստանի հետ սահմանն է, սիրելի հայրենակիցներ, եւ Վրաստանի առումով ուրեմն մենք կարանք ասել, որ Վրաստանի բնակչության ընդհանուր տվյալներով մոտավորապես այստեղ երևում է 11%-ն է մոտավորապես իսլամի ուրեմն կրոնական խմբի մաս բնակչության մոտավորապես 400,000 մարդ։ Եվ հիմա մենք կփորձենք ձեր հետ միասին վերլուծել, թե որտեղ է ներկա ամենաշատ իսլամը եւ ամենաակտիվ եւ կանաչ գույնով դուք տեսնում եք տոկոսային առումով ներկայությունը, խոսքին դուք տեսնում եք Զեմոսվանեթի շրջանը կամ Լենտեխի շրջանը, որտեղ որ տվյալներ չկան եւ սա տարբերվում է Աբխազիայից եւ Հարավօսիայի սպիտակ տարածքից, որովհետեւ այստեղ ուղղակի այս հատվածում իսլամ ընդհանրապես չկա եւ սա նաեւ կարեւոր է ձեր հետ միասին նշել։ Իսլամը շատ քիչ ներկայություն ունի եւ դուք տեսնում եք այս հատվածում Ցխեթամ Թիանեթիա կոչվում լեռնային տարածք կարելի ասել, եթե թարգմանենք ձեր հետ միասին, Ցխեթամ Թիանեթին Թբիլիսիից դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան տանող ճանապարհին, որը Ստեփան Ծմինդայով է անցնում, կարելի ասել չնչին ներկայություն կա իսլամի, ինչպես նաև շատ չնչին ներկայություն է նույն այս հատվածում, սա Ռաճա Լեչխումի Քվեմոսվանեթի Իմերեթի տարածքներն են, ինչպես նաև Սամեգրելոյի տարածքում էլ ընդհանուր առումով դուք տեսնում եք խոսքին։
այստեղ 0.2-ը, 1%-ը, 0.2-ը, 0.2, այստեղ մոտավորապես 1%, զուգդիդիում ընդհանրապես 0.05 կարելի ասել ընդհանրապես չկա։ Իսլամը կարելի ասել ակտիվորեն այստեղ սկսվում է հենց Օզուրգեթի շրջանում եւ Լանչխութի շրջանում։ Լանչխութիում այս Լանչխութին այստեղ է, մենք մի փոքր սա ուղենք ձեր հետ։ Լանչխութին այստեղ է, սիրելի հայրենակիցներ, եւ դուք տեսնում եք, որ այստեղ մոտավորապես 9% է կազմում իսլամական բնակչությունը, բայց Օզուրգեթի շրջանում դա արդեն 16% է, Չոխատաուրի շրջանում 13% բնակչության, եւ հիշենք այսպես, որ ճանապարհներով Բաթումից ճանապարհը այսպես է գալիս եւ անցնում է դեպի Քութայիսի այսպես, եւ կա երկրորդ ճանապարհ, որը գալիս է այս ճանապարհով եւ անցնում է դեպի Ախալցիխես։ Սա շատ կարեւոր է ձեր հետ միասին մենք որ հասկանանք։ Հիմա ինչի նկատի ունեմ, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ այս տվյալներով մենք տեսնում ենք, որ փաստորեն հենց Բաթումի բնակչության 25%-ն է միայն իսլամի կրոնական խումբ, ինչը շատ չի իրականում, հաշվի առնելով ներկայությունը այս տարածաշրջանում։ Հիմա չմոռանանք, որ երբ մենք խոսում ենք այս հատվածի մասին ընդհանրապես, այս հատվածում էթնիկ վրացիք են իսլամի մաս կազմում։ Իսկ երբ մենք խոսում ենք ուրեմն այս հատվածի մասին, այս հատվածում էթնիկ ադրբեջանցիքն են, եւ նաեւ այս հատվածում էլ էթնիկ ադրբեջանցիքն են ներկա, նույնիսկ այս հատվածում էլ այստեղ էլ էթնիկ ադրբեջանցիքն են։ Դուք սա կարող եք տեսնել նաեւ էթնիկ քարտեզի վրա, որովհետեւ այստեղ կան էթնիկ խմբեր ադրբեջանական եւ իրանք են։ Միակը, որը ուրեմն տարբերվում է նաեւ, դա եթե մենք այստեղ հիմա գույներով այսպես նշենք, ձեր համար որ ավելի պարզ լինի, սիրելի հայրենակիցներ, պարզ կլինի, որ սա էթնիկ ադրբեջանական խմբերն են կապույտով եւ իրանց ներկայությունն է, այստեղ էթնիկ վրացական ներկայությունն է։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք ձեր հետ միասին, որ Խելվաչաուրի շրջանում այստեղ 56%-ն է էթնիկ վրացիք են, բայց իսլամի մաս կազմում, Քեդայի շրջանում 62%-ը, Շուախևիում 74%-ը եւ Խուլոյում 90 մինչեւ 95%-ը։ Մեծամասնություն փաստացի, եթե մեծամասնության առումով նայենք, ապա մեծամասնություն, սիրելի հայրենակիցներ, իսլամը ներկայացնում է այս շրջաններում է մեծամասնություն ներկայացնում իսլամը, եւ կարելի է ասել նաեւ, եթե մենք նայենք այս հատվածում, ապա տեսեք, Խուլոյում, ինչպես ասացի 95%, հետո գալիս է Ադիգենիի շրջանը։ Ադիգենիի շրջանում 20% է զբաղեցնում իսլամը, 80% մնացած վրացական ուրեմն կրոնը, քրիստոնեությունը վրացական ուղղափառ։ Հետո գալիս է Ախալցիխեն, եւ սա շատ հետաքրքիր եւ կարեւոր է, որովհետեւ մենք սրա մասին առանցին ձեր հետ վերլուծություն ունենք, չմոռանանք, որ Բաթումից ճանապարհը դեպի Ախալցիխ է եւ մենք այս ճանապարհի մասին ձեր հետ միասին խոսել էինք եւ այս ճանապարհի նաեւ կարեւորության մասին ենք ձեր հետ միասին խոսել, ուստի այս ճանապարհը փաստորեն մեծ առումով անցնում է այստեղ այն հատվածում, որտեղ որ իսլամը մեծամասնություն է, բայց Ախալցիխեի շրջանում իսլամ ընդհանրապես կարելի ասել չկա, եւ սա մեծ դժգոհություն է Թուրքիայի համար, որովհետեւ այստեղ եղել է թուրք մեսխեթինցեքի հարցը արխիսկա թուրքերի, որի մասին մենք ձեր հետ միասին ունենք առանձին վերլուծություն եւ որը ես ձեզ նաեւ կներկայացնեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է։
Հետո գալիս է այս բացը, դուք տեսնում եք այստեղ բացը, եւ հետաքրքիրը այն է, որ հետո այո, այստեղ բացը իրանց առումով եւ նույն բացը կա այստեղից ճանապարհը եթե վեկալենք այս հատվածում նաեւ Բորժոմիի հատվածում ուրեմն այս հատվածում եւ այս հատվածում բաց կա եւ ասպինձան, որը կարևոր ճանապարհ է, սիրելի հայրենակիցներ, եւ կապում է, ինչպես մենք նշեցինք, Բաթումին կապում է մինչև Ախալցիխե, իսկ եթե Հայաստանի սահմանից ենք նայում, ապա դա գալիս է Նինոցմինդա, Ախալ քաղաքի ասպինձայով անցնում է դեպի Ախալցիխե։ Ուրեմն մենք այստեղ Նինոցմինդայում, որտեղ որ տոտալ մեծամասնությունը հայերն են, 2% իսլամ կա, իսլամի ներկայություն, 2% մոտավորապես Ախալ քաղաքում եւ 11% ասպինձայում։ Հենց հարցը նրանում է, որ կարելի ասել ընդհանուր առումով ասպինձանել, Ախալցիխեն ու Բորժոմին հատկապես, իսկ այստեղից Ախալ քաղաքից երկու ճանապարհ կա, Բորժոմիով էլ կա ճանապարհը, ճիշտ է, վատ ճանապարհ է, բայց փաստորեն կա, փաստացի կա եւ դա կարեւոր է։ Մեկը տանում է մինչեւ Խաշուրի եւ Ախալցիխեից նաեւ ճանապարհը գալիս է դեպի Խաշուրի։ Դուք տեսնում եք ուրեմն ճանապարհները, սրա գույնը կարելի է այսպես փոխել։ Հա, հիմա դուք տեսնում եք, այստեղ ընդհանրապես չկա իսլամ նաեւ, այս հատվածում իսլամը շատ չնչին ներկայություն ունի։ 3%, 0 14%, այստեղ Կասպիի շրջանում կա մի փոքր ադրբեջանական խումբ, մենք այստեղ ձեր հետ միասին նշել էինք, էթնիկ քարտեզի վրա սա շատ լավ երևում է, հիմա այստեղ չեմ նշի, բայց 8% են այստեղ, Մցխեթայի շրջանում 5% եւ ընդհանուր առումով դուք տեսնում եք, որ կարևորությունը այստեղ այն է, որ այստեղ նաև մենք պետք է ձեզ հիշեցնենք, որ գտնվում է այսպիսի պատի պես սարեր, որոնք կիսում են այս տարածքը եւ նույնիսկ կիսում են հետո այս տարածքն էլ է կիսված մի մասով այսպես։ Բայց սա շատ կարևոր է, որովհետեւ այս պատը մի կողմից սարերը, պատը նկատի ունեմ քարտեզի վրա, ընդհանուր առումով սարերը նշանակում են ինչ։ Առաջի հերթին այն, որ այս 2%-ը այստեղ եւ 65%-ը Դմանիսիում իրար հետ կապ չունեն։ Հայաստանի ուղղությունով եթե մենք նայենք, ապա հիշում ենք, որ ունենք 3 անցակետ, 1, երկրորդ անցակետը այստեղ է եւ երրորդ անցակետը այստեղ է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ինչը նշանակում է, որ մեկ անցակետը անցնում է դեպի հայաբնակ շրջան, մենք սրա մասին ձեր հետ մանրամասն խոսել ենք, բայց նաև դեպի քրիստոնեական մեծամասնություն ունեցող շրջան, իսկ երկու անցակետը անցնում է դեպի իսլամի մեծամասնություն ունեցող շրջան, դա 83%-ը Մարնեուլիի շրջանն է, 63%-ը Բոլնիսիի շրջանը եւ 65%-ը Դմանիսիի շրջանը։ Թեթրիցխարոն կարելի ասել ընդհանուր առումով պահպանված է 10%-ով եւ այստեղ վրացական ներկայությունը շատ բարձր է։ Ծալկայի շրջանում 40% է կազմում ուրեմն իսլամը այստեղ եւ Ծալկայում կա ինչպես դա շատ հետաքրքիր եւ կարեւոր հարց է։ Ծալկայում կա ինչպես ուրեմն շիա, այդպես էլ սունի իսլամ։ Շիա իսլամ, որտեղ ադրբեջանցիք են ապրում այստեղ, այս մի հատվածում, բայց Ծալկայի շրջանում նաև ապրում են վրացիք, որոնք այստեղից, այս հատվածից իրանց տեղափոխել են այստեղ, որովհետև այնտեղ հես էին հիդրոէլեկտրակայան էին կառուցում եւ այդ պատճառներով ֆիզիկապես այնտեղ ապրել իրանք էլ չեն կարող։ Ընդհանուր առումով դուք տեսնում եք, որ Ռուսթավի քաղաքում 3% է իսլամական բնակչությունը, վրացական մեծամասնություն ունեցող քաղաք է։ Գարդաբանի շրջանում 43% է իսլամը, շատ է, բարձր ցուցանիշ է։ Սագարեջոյի շրջանում 30% է, ինչը նաև բարձր ցուցանիշ է, բայց ամենաբարձրը, եթե վեկալենք այստեղ, իհարկե Մարնեուլին է,
բոլնիսին է եւ դմանիսին է փաստորեն։ Գարդաբանին Սագարեջոն 30% ունեն, Լագոդեխին 23% ունի այստեղ ընդհանրապես շատ քիչ է, 1%, 3%, Թելավիի շրջանում ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ 13%-ի մասին է խոսքը գնում եւ այստեղ Ախմետայի շրջանում մինչև 20% այստեղ ապրում են, բայց չեչենական ծագում ունեցող քիստերը, իրենք էթնիկ առումով վրացի չեն, ոչ էլ ադրբեջանցի են, այլ չեչեն են, բայց կրոնական առումով իրանք սունի են։ Հիմա, եթե կրոնական առումով մենք նայենք, ապա ինչպես ձեր հետ միասին մենք խոսեցինք եւ նշեցինք, կարելի է ասել, որ այս հատվածը մենք փոխենք, սիրելի հայրենակիցներ, ճանապարհները հանենք այստեղից եւ ձեր հետ միասին հիմա վերլուծենք մնացած կարևոր հարցը։ Մնացած կարևոր հարցը նրանում է, որ այստեղ կարելի ասել այս հատվածում է գտնվում գլխավոր սունի իսլամի կենտրոնը վրացական բնակչության, որի վրա ազդում է Թուրքիան։ Եվ Թուրքիան ունի մեծ ազդեցություն այս ուղղությունով։ Այս հատվածներում, որը նշած է այս քարտեզի վրա, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանը եւ Ադրբեջանը կարողանում է ազդել այս շրջանների վրա, եթե փորձենք հիմա այո, այս շրջանների վրա կարողանում է ազդել Ադրբեջանը։ Սա ազդեցություն է նշանակում։ Ուստի մեր հարևանները պատկերացնում են, որ իրենց ազդեցությունը նաև պետք է կարողանան եւ տարածեն ամբողջ, չմոռանանք, ուրեմն չմոռանանք, որ այստեղ կա օկուպացված գիծ, սա ռուսական օկուպացված գիծն է, պատկերացրեք ինչքան բարդ իրավիճակում է գտնվում Վրաստանը, որովհետև այստեղ ռուսական օկուպացիոն գիծն է եւ չենք վերահսկում այս տարածքները, իսկ փաստացի հարավային մասը Վրաստանի, կարելի ասել այսպես, կամ նույնիսկ ինչ որ առումով այսպես, ցանկություն կա, որ վերահսկվի իսլամի կողմից, ուրեմն այն առումով, որ Թուրքիան աջակցում է իսլամի տարածումը այս հատվածում, Ադրբեջանը աջակցում է իհարկե այս հատվածներում։ Գերագույն նպատակը Թուրքիայի համար այստեղ ինչը չի ստացվի, որովհետև Վրաստանը այստեղ իր քաղաքականությունն է վարում եւ այստեղ էթնիկ վրացիք են եւ դա ունի կարևոր բաղադրիչ, այն է, որ Քոբուլեթի, Օզուրգեթի եւ Չոխատաուրի շրջաններում եւ Ադիգենի շրջանում այս շրջաններում աճեցնի իսլամի ցուցանիշը։ Դա կարելի ասել, որ անհնար իրավիճակ է այս պահին եւ դա տեղի չի ունենում եւ կարելի ասել իսլամը այս տարածաշրջանում սահմանափակված է սրանով։ Ինչ վերաբերվում է Ախալցիխեին, ապա Թուրքիան ունի ախիսկա թուրքերի, Ախալցիխեի թուրքերի ծրագիր, ըստ որի ինքը պահանջում է, որ այստեղ գան եւ թուրքեր ապրեն։ Ոչ թե վրացիք, ինչպես այստեղ են ապրում վրացիք, այլ այս հատվածներում նկատի ունեմ, այլ թուրքեր գան այստեղ ապրեն եւ ուրեմն այդ թուրքերը այստեղ իհարկե լինելու են սունի նաև։ Հիմա մենք չմոռանանք, որ ճանապարհը Ախալքալաքից գալիս է Ախալցիխե եւ Հայաստանի ճանապարհը, որը այս երկու ճանապարհով չի անցնում, որովհետեւ այս երկու ճանապարհը երկուսն էլ մենք ձեր հետ դրա մասին խոսել ենք, Մարնեուլիով են անցնում։
իսկ Մարնեուլիում մենք ունենք 83% իսլամական բնակչություն եւ Մարնեուլիով են գալի դեպի Թբիլիսի, դա փաստ է։ Եթե վեկալենք այս ճանապարհը եւ մեր հարևան Թուրքիան եւ Ադրբեջանը դրա մասին շատ մանրամասն դրա հետևում են, ապա նրա համար, որ այս ճանապարհի հետ խնդիր լինի, իհարկե երկու տարբերակ կա։ Մեկը գալիս է արդեն Ծալկայի շրջանով, Թեթրիցխարոյի շրջանով դեպի Թբիլիսի, այս ճանապարհը, սիրելի հայրենակիցներ, իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ Ծալկայում արդեն 40% իսլամական բնակչություն կա եւ այս ուղղությունը շատ կարեւոր է իրենց համար, հատկապես էթնիկ ադրբեջանցի առումով ինքը շատ մեծ կարևորություն ունի հենց այս շրջանը Ծալկայի, բայց միևնույն ժամանակ, սիրելի հայրենակիցներ, ճանապարհը, որը այստեղից գալիս է Ծալկայով, այդ առումով խնդիր է ստեղծվում դեպի Թբիլիսի, եւ երկրորդ ճանապարհը, որը Հայաստանից դուրս է գալի, փաստորեն գալիս է Ախալքալաքով դեպի Ախալցիխե, եւ հետո Ախալցիխեից մենք խոսում ենք հենց դրա մասին, որ կա երկու տարբերակ Ախալցիխեից, կամ ճանապարհը, որը այս պահին պատրաստ չի եւ այդ ճանապարհը գնում է դեպի Բաթումի, կամ այդ ճանապարհը, որը պատրաստ է եւ միջազգային ճանապարհն է, որը գնում է Բորժոմիով, Խաշուրիով, եւ Խաշուրիից արդեն կա երկու տարբերակ։ Մի տարբերակը այսպիսին է, մյուս տարբերակը ուրեմն այսպիսին է։ Ուստի սիրելի հայրենակիցներ, ստացվում է, որ կենսական կարևորություն ունի այն փաստը, որ Ախիսկա թուրքերի ծրագիրը, ըստ որի Ախալցիխենում պետքա բնակվեն եւ ցանկություն ունեն, որ բնակվեն թուրքեր եւ այդ առումով այստեղ ադրբեջանցիք կլինեն, իսկ այստեղ թուրքեր, իսկ չմոռանանք, որ հայերը ապրում են ուրեմն այս հատվածում ամենաշատը, փաստորեն խոսքը գնում նրա մասին, որ թուրքերով նաեւ շրջափակվի այս կողմից ադրբեջանցիքով հայկական բնակչությունը, բայց ոչ միայն հայկական բնակչությունը, այլ Հայաստանն էլ, որովհետեւ մենք խոսել ենք ձեր հետ միասին, որ Հայաստանի համար այս անցակետը ունի կենսական կարևորություն, որովհետեւ 4 անցակետից միակ անցակետն է այս անցակետը, որը անցնում է Հայաստանից դեպի ոչ թե ադրբեջանական բնակված շրջաններ, ինչպես այստեղ եւ այստեղ կամ Իրանի դեպքում, այլ անցնում է դեպի Հայա եւ Վրացա բնակ շրջաններ։ Ուստի սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք, որ իսլամի ուղղությունով ինչ իրավիճակ է Վրաստանում, եւ այստեղ պետք է նշել, որ Պանկիսի բնակչությունը չեչենները այս հատվածի մասին է խոսքը գնում։ Իրանք սուննի են, ադրբեջանցիք ամբողջությամբ այստեղ շիա են, իսկ այս հատվածի բնակչությունը նաեւ շիա է, ադրբեջանցիքները շիա են։ Եվ այդ առումով, սիրելի հայրենակիցներ, մենք կարող ենք ասել, որ միևնույն ժամանակ ունենք սուննի եւ սուննի իսլամի հարց այստեղ եւ շիա իսլամի հարց, որը նաեւ իհարկե ավելացնում է բարդությունը եւ ավելացնում է դժվարությունը այս իրավիճակի ընդհանուր առումով, որ հասկանալի լինի ձեզ։ Ես կարծում եմ հիմա շատ ավելի պարզ է նաև կրոնական իրավիճակը Վրաստանում եւ հաշվի առնելով, որ մենք ձեր հետ միասին վերլուծեցինք էթնիկ առումով քարտեզը, ես խորհուրդ կտամ, ով չի դիտել այդ քարտեզը, անպայման նաև նայի եւ այդ վերլուծությունը տեսնի, շատ հետաքրքիր նաև վերլուծություն ստացվեց։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կոչ եմ անում եւս մեկ անգամ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարեւոր է մեր համար, շնորհակալ եմ սիրելի հայրենակիցներ։